Եվ այսպես ուշադրություն, մինչ Ալիևը գտնվում էր Պեկինում, ստորագրում էր Չինաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիր, չինացի գիտնականները եւ հետազոտական հատուկ խմբերը, որոնք զբաղվում են երկիր մոլորակի տարբեր ակտիվ սեյսմիկ գոտիների ուսումնասիրություններով, վերջին շրջանում Բաքվում շատ էր ցնցումներ տեղի ունենում եւ դա անհանգստացրել էր ադրբեջանական իշխանություններին, դիմել էին չինական մի ընկերության, որը պետքա այսպես ասած կանխատեսում տար հնարավոր ցնցումների մասին եւ ըստ տարբեր շրջանառվող տեղեկատվությունների նրանք մոտ ապագայում, այսինքն մի քանի ամսվա մեջ շատ ուժեղ ցնցումներ երկրաշարժեր են նկատում, որ հնարավոր է դրանք տեղի ունենան Բաքվում։ Խնդիրը հետևյալն է, որ այնքան վատ է այսօր Ադրբեջանի մանավանդ մայրաքաղաք Բաքվի բնապահպանական վիճակը, բոլոր նորմերը խախտված են։ Հիմնականում այդ ամենը գալիս է նավթի արդյունաբերությունից, այդքան նավթահորերը այդքան ծակում են ընդերքը եւ նավթ են հանում գետնի տակից եւ բնականաբար դա իր հետևանքները թողնելու է։ Մեծ ցնցումներ, երկրաշարժեր, չինացի գիտնականների եւ հատուկ հետազոտողների պատասխանը Ադրբեջանի ղեկավարությանը, որ գնացեք, ամեն ինչ արեք, պատրաստվեք, որ միգուցե նաեւ լինի ավերիչ երկրաշարժեր ձեր տարածքում։ Եվ բնականաբար երկրաշարժը դա բնական աղետ է, դա չես կարող կանխել, բայց կարող ես նախապատրաստվել, կարող ես որոշակի առումով հնարավոր մեծ երկրաշարժի, ուժեղ երկրաշարժի դեպքում զոհերի թիվը գոնե կրճատես, որոշ անվտանգային կանխարգելիչ գործողություններ իրականացնելով, այսինքն ժողովրդիդ պատրաստես երկրաշարժի, կարողանաս ճիշտ տարհանում կազմակերպել, դու որոշակի առումով ավելի քիչ զոհեր կտաս, բայց ոչ մեկ չի կարող ասի, թե դա երբ կլինի, որ օրը, որ ժամին, գիշերը կլինի, թե ցերեկը կլինի, եղավ։ Ադրբեջանցիները օրինակ երջանկանում էին, երբ որ տեղի է ունեցել հայկական սպիտակի երկրաշարժը, իրենք ուրախ էին եւ դա համարում էին նաեւ հայերին պատիժ, որ հայերը ըստ իրանց կոտորվել են ադրբեջանցիները հայերի ձեռքով եւ դա էլ պատիժ էր հայերին իրենց ահլահի կողմից։ Եթե նման պատիժներ գոյություն ունենային, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի համար վաղուց այս կյանքը ավարտված պետքա լիներ հայոց ցեղասպանությունը իրականացնելուց հետո, հայ ազգին ամբողջ աշխարհով մեկ ցրելուց հետո, ռուսների եւ թուրքերի գործն էր ցեղասպանությունը։ Ռուսները խլեցին հայոց պետականությունը, թուրքերն էլ տիրացան դրա կեսին։ Հայաստանը դարձավ սովետական միության մի մաս, Թուրքիան էլ տիրացավ Հայաստանի Հանրապետության տարածքներին, Կարսին, Ադրբեջանն էլ Ղարաբաղին ու Նախիջևանին։ Եվ Լեննականի այսօրվա քաղաքապետը ասում է դուք պետքա ռուսներին շնորհակալ լինեք, որ այսքան հող ա մնացել գոնե, այսինքն Հայաստանում այս տարածքները դեռևս կան, մենք չենք բնաջնջվել եւ այլն, ու ասում է մտնենք միութենական պետություն։ Դա կոնկրետ Հայաստանի Հանրապետության անկախությանը դեմ ուղղված հայտարարություններ են, այն էլ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որը պետքա մեր կարծիքով գոնե ունենա ինչ-որ հետևանքներ իրավապահ համակարգի կողմից, որպեսզի անկախությունը կասկածի տակ դնող, անկախությունը վատաբանող եւ անկախությունը արժեզրկող հայտարարություններ մանավանդ պետական պաշտոնյաների կողմից այլևս չլինեն։ Վազգեն Սարգսյանը անկախության մասին ասում էր, որ անկախությունը մոր նման մի բան է եւ եթե դուք հարց եք տալիս կամ կասկածի տակ եք դնում անկախությունը, դուք կասկածի տակ եք դնում ձեր սեփական մորը։ Եվ այսքանով ամեն ինչ իհարկե ասված է անկախության մասին։ Եվ այսպես ուշադրություն, Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է հետևյալը, որ Ֆրանսիան խանգարում է, որ ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանի նախագահը մի քանի օրեր առաջ էր նման հայտարարություն արել, կրկին մեղադրելով Ֆրանսիային, որ Ֆրանսիան խանգարում է, Ֆրանսիան այս ինչ անում եւ այլն, այսինքն Ռուսաստանը եւ Ադրբեջանը այս հարցում ունեն մեկ կարծիք եւ մեկ Ալիևն է նույն բանը ասում, մեկ Զախարովան է նույն բանը ասում, չես հասկանում, իրանք
ում են ներկայացնում Ադրբեջանին թե Ռուսաստանին, բայց ինչ է անում Ֆրանսիան, որ խանգարում է, որ չստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Այդ ինչ է արել։ Ադրբեջանն ասում է Հայաստանը պետքա փոխի իր սահմանադրությունը, որտեղ որ կա այսպիսի մի կետ, որը որ ենթադրում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պետքա միանան, Ղարաբաղը պետքա դառնա Հայաստանի մի մասը։ Ֆրանսիան երբեք չի ասել, որ Ղարաբաղը պետքա դառնա Հայաստանի մի մասը։ Ֆրանսիան երբեք չի ասել, որ ինքը խառնվում է այս բանակցություններին կամ ինքը որևէ ակնկալիք ունի կամ ինքը դեմ է, որ Հայաստանը ինչ-որ մի զիջման գնա կամ չգնա։ Ավելին, հենց Եվրոպայում է, որ Հայաստանի կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ է արել Ռուսաստանը։ Ռուսաստանն է ամեն ինչ խանգարել, Ռուսաստանն է կրակի վրա բենզին լցրել եւ թեժացրել այն տարիների ընթացքում։ Հենց միջնորդն էլ ռուսների եւ այսպես ասած մեր միջև եղել է Բելարուսի նախագահ Լուկաշենկո։ Երկար տարիներ շարունակ Ալիևից վերցրել է փոխանցել Երևանին, այստեղից վերցրել է փոխանցել Պուտինին, եղել է այդ ամեն հարցերի միջնորդը ու եղել է խնդիր։ Ավելի լավ է Հայաստան եւ Ադրբեջան իրենց խնդիրները դեմ առ դեմ նստեն քննարկեն առանց միջնորդների, որտեղ պետքա միջնորդներին եւս ձեռնտու լինի ձեր հետ աշխատել։ Այսինքն Ռուսաստանի շահը որն է, որ Ռուսաստանը ներքաշվի հայ-ադրբեջանական բանակցություններին, եթե այդտեղ շահ չունի։ Հիմա ինքը չունի շահ եւ ասում է, որ մեղավոր է Ֆրանսիան, որովհետեւ չի ստորագրվում այդ փաստաթուղթը։ Հետո ասում են, որ մայիսի 9-ին պետքա Ռուսաստանում ստորագրվի այդ փաստաթուղթը, հետո էլ ասում են, որ չի ստորագրվել։ Այսինքն ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում, այս ինչ խաղեր է, ինչ խնդիրներ է, որ չի լուծվում։ Եթե Ադրբեջան եւ Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագիրը, ինչի դա չի ստորագրվում։ Եթե երկու կողմը ասում են վերջ, էսա ավելացնելու եւ պակասացնելու որևէ բան չկա, արդեն համաձայնեցված է ամբողջ կետերը։ Ու չի ստորագրվում։ Բա ում համար է այս տարիների աշխատանքը արվում, չես հասկանում, այսինքն Ադրբեջանի իշխանությունը փորձում է Հայաստանից քերել հնարավոր ամեն ինչ, հասնել Հայաստանի կողմից հնարավոր ամեն զիջման, ինչը որ չի ստացվելու եւ որը որ բերելու արդեն խաղաղության համաձայնագրի այս տեքստով ստորագրման։ Եվ ասենք թե սահմանադրության փոփոխության հարց դրվեց։ Կա այդպիսի մի հատ հայ, որ կգնա ու կքվեարկի այո, կողմ եմ, թող փոխվի սահմանադրությունը, որ ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Ոչ մեկ չի գնա եւ չի ստորագրի, չի դնի այո, ոչ մի բան չի անի, որը կլինի դրական։ Հայ ժողովուրդը կտրականապես դեմ է Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ինչ-որ որոշում ընդունելու կամ սահմանադրություն փոփոխելու հարցերի։ Եվ դա նաև ՄԱԿ-ի կանոնադրությանն է դեմ, այսինքն Ադրբեջանը ով է, որ խառնվի Հայաստանի ներքին գործերի։ Եթե դա չի վնասում Ադրբեջանին, Ադրբեջանը խնդիր չպետք է ունենա։